Աստված առատապես Աստծո ողորմությունը գալում է իր ժողովրդի վրա, ժողովուրդ ջան։ Այ ինչպես եղբայրը ասել կա այսօր դու պաշտապում ես, պես բաներ շատ անգամ չլսես, Սիազոր ջան։ Շատ անգամ մարդիկ պաշտամունքներ վախենում են մի բան ասեն ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Շատ անգամ ճշմարտությունը ծածկված պայում են։ Հիշում եմ, երբ որ մի եղբայր սպասավոր մյուսին մա եղբայր ջան հանգարց դե մեղքի համար չքարոզես։ Ինչի՞։ Տես մարդիկ 18 տես մարդիկ սպես է բաներ տան դու քարոզ, այս մարդիկ էտան եղբայր ջան, այս մարդ կաս փողնա քեզի պետք է կյանքն է պետք, ժողովուրդ ջան։ Այս տեսնում ենք այսօր Աստված առատապես որ այնքան ցավալի է Տիրոջ համար, երբ որ մենք տեսնում ենք էտալով Աստծո ժողովուրդն է փոխում, ժողովուրդ ջան։ Փոխանակ աշխարհը գա ապաշխարեն մարդիկ մտնեն եկեղեցի, ընդհանրակը մարդիկ աշխարհի մեջ գնում են աշխարհ, ժողովուրդ ջան։ Այ ինչպես ասես իրապես շատ անգամ ծնողներից շատ բան է կախված, իր Աստծո ժողովուրդ ջան։ Ես տեսնում եմ, թե մի քանի տարի առաջ երբ որ երիտասարդ մի ընտանիք, աղքին երիտասարդ երեխեք կային, Պակրած կորոնավիրուսի ժամանակ էր, պաշտամունք ստեղ չկար, մենք բայց հավաքում ենք պարկասում։ Երբ որ այդ ընտանիքի մեջ երիտասարդներ ջան, սի այն մյուս կիրագին, սի բան կենենք, մի հատ երիտասարդական փոքր պաշտամունք կանենք, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ էր, վերջը, այս երկուսը դետային քաղաք, Մեզ մաման ասում է, պետք է չետակ քաղաք, ասում եմ, այ քուրեջան, դու չետում ես երեխեքը պաշտամունք են ուզում, ուր ես քաղաք գնում, փյոջան, սա մայրն ասում, սա ծնողն ասում, ինչպես եղբայրը։ Այո, այսօր ծնողներ, վախեցեք Աստծուց։ Այո, դու չես ըմ, բայց քո երեխեքին ղրգում ես աշխարհ։ Հետարքիր ենքան հետարքիր, երբ որ մենք սինք Աստծո խոսքից մենք սերդողություն անենք, վերջ ես սաղին վերջ բերում մենք խոսում, մենք որ իրանք էլ մտնեն Աստծո խոսքի մեջ, հարցեր ենք տալում, որ ինչ էր հասկանում, դե ծնողը դե նստած այ մայրիկ ջան գնա, դիցել իմ ճապեր, մարդը դի հասկանա, որ եթե երեխեքը նստած երիտասարդ, դու գնա իան գնա, մի խանգարա, միգուցե քո երեխեն քեզանից քաշի բաներ կա կարա չբասվի, ժողովուրդ ջան։ Սա մի բան է, որ Աստված բերում է մենք արդեն քանի տարվա հավատքի մարդիկ մենք պետք է գիտություն ունենք, ժողովուրդ ջան։ Երեխեքա կարա կուդեմ չքաշվի, կուդեմ բան չխոսի։ Այն մարդ գնա հերու աղոտ կերա։ Վերջ հարցեր ենք տալում ես մաման մնաց, ասում ես կան ժամանակ ես սովորես բան, այ մայրիկ, այ քուրո ջան գնա հերու։ Այս երեխեքը փակվա, ժողովուրդ ջան։ Աստված ողորմա մեջ, ժողովուրդ ջան, սա հավատքի մարդկանց մասին է խոսում։ Մենք անհավատների մասին չենք խոսում, որ ավետարանը խոսում է հավատքի մարդին, լավ իմացեք։ Էլ ինչ որ գրված է իմ համար։ Անհավատների միջև չբեր ապաշխարության, միջև չմցնի իր խոսքի մեջ, իրար չի վերաբերում։ Քանի մարդը վերստին չի ծնվի, ավետը իրան չի վերաբերում, ժողովուրդ մարդը մի հատ վերստին ծնվի, նորից ավետը իր համար կարդ, եթե մարդ աշխարհի մեջ ապրում է, ինչ ավետարը ժողովուրդ ջան։ Հետո երբ որ տեսերեք արդեն քաշված մնացին, վերջը հարց էինք տալու, այս երեխեքը չեն դες կարգին պատասխան։ Վերջը մնաց, բա վերջացեք, երեխեք դետան ծովա։ Ժողովուրդ ջան, սա ասում է մայրը, մենք չենք դատում, ժողովուրդ ջան, սա ցավալի բան է։ Մենք որ ինչ-որ եղբայրներս խոսում են, ժողովուրդ ջան, ոչ թե մենք ինչ-որ մեկին նսեմացնենք, ժողովուրդ ջան, սա ցավը կգա վաղ թե մենք կմնանք դուրս, եթե մենք այսօր ուշադիր չեղանք մեր ապրածքյան, մենք կմնանք դուրս, տերակը սա եդից գանք, ես ձեզ չեմ ճանաչում։ Երբ կասեք, տերաս տարիներով պաշտամունք եկե, բա ո՞նց մեզ չեմ ճանաչում, ասա չեմ ճանաչում, թե ժողովուրդ ջան, պարզ ասեց ավետարանը։ Ասես քանով դևեր եք քանի, ասես գնացեք ձեզ բնավ չեմ, այսինքն այս մարդիկ Աստծո կամքի մեջ չեն մնացել, ժողովուրդ ջան։ Դամար տերը սորտնի, որ ես պրոստը զարմաց ասում եմ, այ մտածում եմ, այ քուրո ջան, երեխեքը պաշտամունք են, դուս մեզ գնանք ծովա, հետո գնանք ծովա։ Էտան ծովը ֆրանկա։ Ժողովուրդ ջան, իրապես այս վերջին ժամանակներին մենք տեսնում ենք այսօր սատանեն մարդկանց մերգացել գցելա ծովապյապին։ Նաև այսօր հավատացյալ են դա, ժողովուրդ ջան։ Հետաքրքիր մի քույրիկ երբ որ հարց տվեց եղբորս հետ եղբայր ջան, ծովապ կարելա գնալ, պլյաժ թե չէ, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մենք ոչ մեկին չենք արկում, լավ իմացեք, Աստված ոչ մեկին չի արի, ինչպես ասել, չէ, ով մարդ ոնց ուզում ես ապրի, բայց իշա որ մի օր պիտի պատասխան տաս Աստծուն։ Հիմա Աստված մա վայ գայտակղեցու, եթե ես պիտի մեկին գայտակղես, մա վայ քեզի արմեն, եթե պիտի միշո մեկին պիտի գայտակղես, ինձի վայ իմնա, որ տվյալ մարդու չի գալու։ Այսինքն ես պիտի նայեմ ինչ համար, եթե ես վիճակով մտնեմ պաշտամունքի, միգուցե շատերը գայտակղվեն, ապրեն ինձ ինչպես ես եմ ապրում մեղքի կյանքի մեջ։ Ով հոգի, ինչ ես անում դու։ Լավ դու չես ում ֆրգես, բայց մյուսին խես վնասում, խես թույնավորում մյուսին։ Որտեղ մյուսը տեսնելով, այսօր մենք տեսնում ենք ինչ համար մարդիկ ավելի շատ աշխարհի երևույթ է տեսնում Էդեն օրինակում, քան թե սրբությունը։ Տեսնում ես եկեղեցիների կամած ժողովուրդը մարդիկ փոխում են։
Ժողովուրդ ջան, Տերը օրհնի մեզ, սիրածո ժողովուրդ ջան, իրապես այսօր շատ ցավալի է։ Տերը ողորմա, որ այսօր մենք կարողանանք Աստծո վախ ունենք, ժողովուրդ ջան։ Վաղ միսօր դու կանգնար Աստծո առաջ, կամ ժողովուրդ ջան, մենք չենք կարա մեղադրել միշոր մեկին։ Այն ինչու՞ ասում նրանք դուրս եկան մեզանից, որտեղ մեզանից չեն, այսինքն այն մարդիկ, որ դուրս եկան, մենք գիտենք 90-ական թվերում մարդիկ հեռացան, բաժնվան, կիսվան, ժողովուրդ ջան։ Ինչ օգուտ հասան։ Մարդիկ փոխվան։ Այո, դոլարներով գալում են, մարդկանց առնում են, ժողովուրդ ջան։ Այո, շատ մարդիկ ծախվան։ Մենք չենք տալ, մեզ համար ցավալի է, եւ Տիրոջ համար ինքան ցավա, Տերը Տիրոջ հոգին լացում է իմ ու քո համար, հասկանում եք, ժողովուրդ ջան։ Տիրոջ հոգին ծածուկ տեղ լացում է իր ժողովրդին, որտեղ իր ժողովուրդը աշխարհի մեջ է ապրում այսօր։ Սա ցավալի բան է, սիրելի ժողովուրդ ջան։ Կկա ժամանակը մենք եթե չմնացինք Տիրոջ սիրո մեջ, սրբության մեջ չմնացինք, մենք չենք կրա երկինք մնալ, ժողովուրդ ջան։ Եթե դու սրբության մեջ չապրած, դու չես կրա երկինք մնալ, ոչ ես։ Մարդ ենք, կարա չունենք այդ սրբություն, բայց մենք իրավունք ունենք, մեր հոր աղաչենք, հայր, ես ուզում եմ սուրբ ապրեմ, դու ինձ օգնա։ Ես չեմ կարողանում, բայց ես ուզում եմ, Հիսուս ջան։ Այս է ասած իմ քեզ ուզում եմ տեսնեմ, եթե դու չես կամ սիրելի քույրիկ ապրես, ճիշտ ապրես, Աստծո կամ եղբայր, դու ասա հայր ջան, ես ուզում եմ, բայց չեմ կարողանում։ Դու ինձ օգնա։ Ժողովուրդ ջան, դժոխքը դա հավիտենական տանջանքներ է։ Լավ սիրա այս աշխարհի ինչ կա։ Ավելավա մարդը անկեղծ լինի հոր առաջ։ Ժողովուրդ ջան, ես իշխում մի քույրիկ, ժողովուրդ ջան, մենք ոչ մեկի չունենք հասկացել, ժողովուրդ ջան, ինչ որ մարդիկ տեսել են, վգա մենք դա ենք ասում։ Երբ որ մի քույրիկ անգաջուղները շատ էր սիրում գցել, եւ ինքը Տիրոջ մեր Տեր ասված, ես սիրում եմ, ես չեմ կրա սրան քանի։ Բայց անկեղծ եկավ հոր առաջ, ասեց հայ, ես չեմ կրա, բայց դու ինձ օգնա այս հարցի մեջ։ Ժողովուրդ ջան, մի այն ժամանակները ստրուկները անգարներ էին ծագում։ Փառք, երբ որ դառա այս հավատքեսի երեխեքին թույլ անգարները ծագին։ Երբ որ ես քույրիկ ասում եմ, երբ որ պես անկեղծ հորս աղոթեցի հայր, թեկուզ ես սիրում եմ սրանք, բայց ես ուզում եմ դու ինձ օգնա։ Եվ ասում ասված տեսիր ցույց տվեց սատանային։ Իրական տեսավ սատանային, անգաջուղները անգաջին, ցեպերը վզին, խրխռում էր։ Երբ որ ես տեսացի Տեր ասված, ներա ինձ Հիսուս ջան։ Այո, շատերին այսօր ծաղրտում է։ Մեկը տենում ես մարդու քթին մեկ քանա բաներ է ծաղած, այ Հիսուս ջան։ Անգաջին մի 10 ծաղեր է իրաց, ժողովուրդ ջան։ Դա դեռ կաբանքները, որ մարդուն կապում է չարը, որ մարդը չէր տեսնում։ Տերս օրհնի ժողովուրդ ջան, ես մի փոքր տեղ կարտամ, ժողովուրդ ջան։ Այն որ այսօր խոսում է Տերը եղբայրներից միջոցով, էլ եմ ասում, այս ընտանիքը, էսի տիրոշմով, էսի իր այրան գինն է, լավ իմացեք։ Այս սուրբ գիծը որ բասավ, սա իր այրան գինն է բասել։ Տերը ասում է իր այրունով ինձ ու քեզ մաքրի սրբի, ժողովուրդ ջան։ Այո, կկա ժամանակ մենք արեսպես չունենանք հնարավորություն։ Կարող է քեզի պարզապես շատ բաներ չբացատրեն։ Ես մեմ կարտամ Մատթեոսի, ժողովուրդ ջան, 7:13 խոսքից մի քանի խոսք, Մատթեոս 7:13 խոսքից, ժողովուրդ ջան, մինչև 14-ը։ Ասում է նեղ դռներն ներս մտեք։ Սա ասում է ինձ ու քեզ, սիրոքի ջան։ Այո, երբ որ մարդը ապրում է պարկեշտությամբ, դու լավ իմացես, սատանեն կարող ու բարեկամի միջոցով գկա, պարավես տարել է, ես ինչ ակու վիճակը, ասա ետից գնա սատանա։ Ես իմ հորս պես հաճելի եմ, ժողովուրդ ջան։ Այո, այսօր մենք տեսնում ենք իրապես մարդիկ փոխում են, այս մարմինը այն կանեն զարտալում, եկա վաղդի թապեսյալ այդ մարմինը քեզի պետք չի գա, բայց քո հոգին ուր կայտնվի, սա է հարցը։ Ասում է նեղ դռներն ներս մտեք, վասնզի լայն այն դուռը, ուշադիր ենք լսում ժողովուրդ ջան, սա խոսում է հավատքի մարդկանց մասին, որ այսօր շատ մարդիկ էտում են, լայն դռով էտում են, ալելույա Հիսուսին, բայց լայն դռով են էտում ժողովուրդ ջան։ Դա մարին, որ այսօր մենք կարտում ենք, մենք էլ ենք ասում Տեր, մեզի պայա, որ հանգարց մենք այս լայն դռնով չմտնենք ու հետալ մենք մտնում ենք, որ մենք այո ունենք, հավատացյալ ենք, անունները անունս հավատացյալ է կոչում, բայց իմ ապրած կյանքը չի համապատասխանում Աստծո խոսքին։ Սա ցավալի բան է։ Եվ հանգարց մարդու մեջ Սուրբ Հոգին տրտմում, ասում է եղբայրը, ես բան չունեմ, ախր դու տրտմեցել ես Տիրոջ հոգուն քո մեջ, նա սուրբ է։ Նա մաքրություն չի սիրում քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, ավելի լավ է մարդը անկեղծ, եթե մի բան սիրում ես, արի հորդ առջև, երկնային հոր Աստծև, արի Սուրբ Հոգի ջան,
ես սիրում եմ ես մեղքը, բայց ես չեմ ուզում Տեր, դու ինձ օգնա։ Սա այնքան կարևոր բան է, որ մարդը հասկանում է, որ ինքը ապրում է մեղքի կյանքի մեջ, սիրելով այս աշխարհի մեղքն ու ցանկությունները, ժողովուրդ ջան։ Համար Տերս օրհնի, ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է, որ այսօր այս բարի լուրը, որ գալում այն ձուքես, հասնում է, խփում է քո սրտին։ Եվ ուշադիր եղեք, հիմա կտեսնեք ձեր մտքերին պատերազմ է գալում, հենց հիմա։ Այ մարդեսի քեզ չի վերաբերում։ Կամ իր ինչ գործն է։ Եվ ոնց ուզում ես ապրի։ Ժողովուրդ ջան, նա այս քանի հազար տարի այնքան փորձեր ունի, այնքան խորամանկ է նա, ժողովուրդ ջան։ Այն որ այսօր եղբայրները քարոզում են, հələ նա տեսք ինչ միտք է գալու։ Ինչի այսօր դու չես փոխվում, ինչու չենք փոխվում մենք, ժողովուրդ, որտեղ մենք ընդունում ենք այդ անօրենի միտքը, որ ասում ես հա քեզ չի վերաբերում այ մարդ։ Հələ նա ոնց ես կարտում, ոնց ես աղոթում, բայց դու նման ես աշխարհին, ժողովուրդ ջան։ Այո, այսօր մարդիկ նաև գայթակղում են ուրիշներին։ Ես հիշում եմ մի քանի անհավատ մարդիկ, երբ որ այդպես ենք այն մյուս հավատներից, դուրս է կայնած ենք, տեսակ այդ քույրիկները գալու են սաղ մինի հագած, այն է ուժս մինի, ժողովուրդ, աշխարհում կարող մարդպես մինի, հավատքի մարդիկ։ Ասում եմ, երբ որ մենք տեսանք այս կանայք, այս երիտասարդ կանայք գալու են քույրիկներ, բայց ուրիշ հավատքի, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ել ենք ասում, մենք ոչ մեկին չենք ուզում լսեմ, սա ցավ է մեր համար։ Սա այսօր իրա ժողովուրդը ապրում է Սուրբ Հոգին լացում է մուք համար։ Մենք սա տեսնում ենք, թե չենք տեսնում։ Նա լացում է մեզ համար, որտեղ Աստված սրբություն է բերեց երկրա, Սուրբն է գես երկրա։ Նրա Սուրբ Հոգին աղերգեց երկրա, որպեսզի մեզ օգնի, մաքրես աշխարհից դուրս անի, այդ կեղտերից քաշանի, այդ Սոդոմից քաշանի, բայց Սոդոմի մեղքը չմնա քո մեջ, աշխարհի մեղքը չմնա քո մեջ պայած։ Այո, ինչպես եղբայրած է Սոդոմից դուրս եկան, բայց մեծ ճկներ Սոդոմը, ժողովուրդ ջան։ Այո, մենք գալու ենք շատ անգամ ապաշխարում ենք, բայց այդ աշխարհի մեղքը դեռ մեր մեջ պահում ենք, ծածուկ պահում ենք։ Եվ սկսում ենք շոյել, այսի քեզ չի վերաբերում, լավ է։ 1, 2, 3, մեկներ մեզ մարդը նմանվում աշխարհին։ Երբ որ ես անավատ տղեկ էին, ժողովուրդ ջան, կայնած երբ որ յանց եղբայրներս մեկին ասում է, եղբայր ջան, մի րոպե կարելի է քեզ։ Ասում եմ, հիմա վայը իմն է, թե իրանցն է։ Ասում եմ, վայ քեզի որ կգայթակղեցնես։ Դե ասում եմ, դու իրանց մի նայ, այ աղբեր ջան, բողում նայ այս մարդը, վերևը չի նայ գլուխը տա պատերին։ Այսինքն ես ոնց ուզում եմ հագնվեմ, քույրիկ ջան, դու չնայես, գամ այ եղբայր ջան, պես չեն ավետան քարոզում մարդկանց։ Ավետան ճշմարտություն ունի։ Նա քո պարկեշտությունն ասում տեսնել։ Ինչ համար Ադամին կաշի տվավ, հագցրեց իրանց փոխեց այդ բանը։ Չասեց Ադամ ջան, դե լավ է, կարող է սիրտ դա։ Այո, նրանց բանից կաշի տվավ, հագցրեց, հանդերձ տվավ իրանց ամոթալի բանը ինքն է փագեց կաշվով։ Սիրածո ժողովուրդ ջան, Աստված ողորմա մեզի, մենք շատ վատ ժամանակների մեջ ենք, ժողովուրդ ջան։ Այ որ մարդ ընկավ հավատքի, ժողովուրդ ջան, լավ իմացեք, այս մարդը ինչքան մեզ համոզա, այ մարդ արի։ Ժողովուրդ ջան, ես կանում եղբայրներ են ընկած հավատքից։ Ինչքան քույրիկներ հիմա չեն կարողանում ոտի կանգնեն։ Ես հիշում եմ, երբ որ մի եղբայր հավատքից ընկավ, մի փոքր արաղի պատճառով, չի կուշկա։ Շատ անգամ սատանաս այ մարդ ես մի փոքր քեզ չի խանգարում, այ մարդ ինչ է խանգարում, մարդ չկա, բան չտերում։ Եվ ես եղբայր, օրհնյալ եղբայր ժողովուրդ ջան, Աստծո խոսք քարոզող եղբայր ժողովուրդ ջան, մենք ել ենք ասում, մենք մեզից վախենում ենք նույնպես, ասում ենք Տեր ասում, եթե դու մեզ չպայես, մենք մարդ ենք։ Երբ որ ես եղբայր հավատքից ընկնում եմ, շատ եղբայրներ են գալու մխիթարեն, եղբայր ջան, վերջը զղջա արի պաշտամունքի։ Ժողովուրդ ջան, չէր կարողանում գալ։ Ասում եմ, երբ որ երիտասարդները գնացին այս եղբորը տեսակցության տեսնելու, գիտես ինչ խորտվավ եղբայրն, այս երիտասարդներ, նայեք, հավատքից չգնեք։ Ասես ես իմ ինչքան որքան ուզում եմ վերականգնեմ, հիմա էլ չեմ կարողանում, ժողովուրդ այսօր մարդիկ չեն կարող արդեն այնքան են սուզվե, արդեն չեն կարող իրանք ներեն իրանք դաշը։ Ինչ համար, բայց չի ասա, այ աղջիկ ջան, այ տղա ջան, բասկան եղբայրները քարոզում են, ում համար են քարոզում այս խոսքը, ում համար է բերված այս խոսքը։ Ընչի գցիր յետևդ, ընչի չասի սա իմ համար է այս խոսքը։ Ինչու է չես թող որ մտնի քո մեջ այս խոսքը։ Թող մտնի։ Նմանվի Հիսուսին։ Այո, դու կնաս վաղամիսօր երկինք։ Այն մարդիկ, որ քո վրա խնդում են, մարդիկ, եթե չավետ մարդիկ հայտնվեն դժոխքում, մենված իրանց խնդալը ուշ կլինի։ Ինչպես տանել աղպես բգա, չէ՞ դիշոր բարեկամ որ խնդում է ասում է
Հետո ինչ դժոխքում տեսավ այդ մարդուն։ Ասում էր Դանիել ջան, քո ասածը ճիշտ է, բա այ օկի ջան, այ սիրելի մարդիկ, բա սա ձեզ համար է Տեր ասում, եղբայր, բա ինչի հիմա չես, երբ որ դժոխքում ես նոր դի ասես ճիշտ է, էուկուտը ո՞րն էր։ Շոր ես լավ իմացեք, սա Սուրբ Հոգու գործ է, ժողովուրդ ջան։ Այն որ եղբայրներ շրտունքն են դնում, Տերը խոսում է, ժողովուրդ ջան, սա ինձ չի խոսում, Աստված տենում է իր ժողով, նա հիմա տենում է ինձ ու քեզ։ Նրա համար է խոսում, ժողովուրդ ջան։ Որտեւ հիմա Աստված տեսավ ով դի մտի գծի մեջ։ Բոլորս են մտել են։ Նաև այս քարոզներ շատ մարդիկ են լսում։ Ելնումա որ նայում ես 600-700 մարդիկ քարոզ են լսում այս քարոզ, ժողովուրդ ջան։ 600-ից ավել մարդ է լսում այս քարոզները։ Այո, դու լսեն, մարդիկ լսեն, բժշկվեն, ժողովուրդ ջան, մենք չենք ուզում մեր քուր եղբայր մենք տանը գանգած գնան դժոխք։ Ասեն լայն այն դուրը ունտարցակ, այն ճամփան, որ դեպի կորուս կտանի, ժողովուրդ ջան, բարձ ավետարանա։ Մարդիկ ասում են ես ավետարան չեմ, այն մարդ ինչ կա թե չհասկանալ, բարձ ասում է լայն այն դուրը ունտարցակ, ճամփան ու դեպի կորուս կտանի։ Եվ շատվոր են անոնք, որ անկե կմտնեն։ Բարձ ավետար ժողովուրդ ջան։ Ասում է շատվոր են անոնք, որ հենց այս լայն ճամփով մտել են, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, քան տարած է գրված ավետարանը։ Ինչ որ եղբայրը չէ, այս հավատացեք ավետարան, բայց ավետարանը գրված չէր։ Բայց գիտեր որ Տերը պիտի գրվեր ավետարան։ Ժողովուրդ մեզ ընտրել ասում է դեր աշխարհ ստեղծված ժամանակ չստեղծած, ես ձեզ արդեն ընտրել եմ, դարի հասկացի Աստծո խոսքին։ Այո, Տերը արդեն ընտրել էր մեզ։ Նա գիտեր որ հիմա ովքեր որ գծի մեջ ովքեր որ կան, Տերը գիտեր որ դուք դա ապաշխարեք։ Դա մարդ Տերը ողորմ ժողովուրդ ջան։ Շատվոր են անոնք, որ անկե կմտնեն, վասնզի նեղային դուրը ու նեղվածքային ճամփան, որ դեպի կյանք կտանի, քչվոր են անոնք, որ զանիկա գտնեն։ Ուշադրեք Աստծո խոսքին ժողովուրդ ջան։ Մի հատ եմ կարդում ուշադրի լսեք, վասնզի նեղային դուրը ու նեղվածք, Տիրոջ դուրը նեղա ժողովուրդ ջան, դու պիտի քո անձդ ուրանաս, սա մի հարց է, որ դու կրանց քո անձիդ ուրանաս։ Այ դու կարող ես թե չես կարող սրան։ Ժողովուրդ այսօր սաղսել աչքեր ունենք, դուք եք տեսնում։ Տեսնում եք այսօր իրապես երիտասարդների դժվարության մեջ են, ժողովուրդ ջան, ցավալի է։ Մեր երիտասարդները երբ որ ապրում են այս աշխարհի մեջ, աշխարհի կյանքով ապրում են, գալու են պաշտամունքի լավ է, բայց իրանց տեսքը չի համապատասխան ժողովուրդ ջան։ Ասում է վասնզի նեղային դուրը ու նեղվածք, այն ճամփան, որ դեպի կյանք կտանի, եւ քչվոր են անոնք, որ զանիկա գտնեն։ Ժողովուրդ ասում է գտնեն։ Այսօր տեսնում եք իրապես շատ մարդիկ քչվոր որ կարողանում են գտնեն այս սուրբ ճամփեն։ Այո, սատանան կարող է քեզ ամոթով տա։ Այ մարդ չես ապարում, բայց աշխարհը ապարում է դու չես ապարում։ Ես հիշում եմ, երբ որ մի նորակի եղբայր ժողովուրդ ջան, սա իրական դեպքեր, երբ որ Աստված ինքն ասել, մենք չենք ասում, Աստված նաև մարդկանց է հասկացնում։ Երբ որ նորակի եղբայր դեր աղբեն չի ման ժողովուրդ ջան, երբ որ դնում են քավոր, քավորա։ Եվ ինքն է վգամում, երբ որ եկավ դե այդ ժամանակ որ դե քավորը բարի։ Ես Աստվածը ինչ եմ, վախը դի քավորը բերին բարեմ։ Ժողովուրդ իրականությունը գիտեք։ Ասում եմ ելա որ պիտի բարեմ ձեզ ձերքս բարձրեցի ընձի Աստված հոգևոր աշկեր բացեց։ Ասում եմ մեկ է տեսա սատանեն նստած է ժողովրդի վրա ու հրհրում է ժողովուրդ ջան։ Ասում եմ ծափ չէ ու հրհրում է ժողովրդի վրա։ Ասում ես որ տեսա լացով ծունկ եկա Տեր ջան ներա ինձ։ Այո ժողովուրդ ջան այսօր մարդիկ ինչ են անում։ Տմում են ու ելում իրար ծեծում են ժողովուրդ ջան։ Էսա մարդիկ տեսնում ժողովուրդ ջան ինչ են տեսնում։ Դամար Տերս օրհնի բոլորս իր Աստծո ժողովուրդ ջան։ Աստված օրհնյալ է։ Տերը օրհնի բոլորս ժողովուրդ ջան։ Եվ ես եղբայրը լացով ողբով ախենում ընկնում է գետին։ Ժողովուրդ ջան շատ անգամ որ մենք շատ անգամ չենք հասկանում Տերը բացում ցույց է տալում որպեսզի մարդը չմնա այդ կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Այո այսօր մենք տեսնում ենք իրապես մարդիկ պաշտամունքներ կա թրվռում են ելում են օրհնությունը իջե։ Ժողովուրդ ջան օրհնությունը պես չի շում։ Չկա մեկը որ հանգարտ Տերիսուչին կենի թրվռա։ Երբ որ Տերենձի այցելում եմ աշկերտս արդասուն կա հետ ու կրգում եմ իր ոտքերը ես չեմ թրվռում ժողովուրդ ջան չկա մեկը որ հանգարտ Տեր այդ մարդը թռիկ տա գլուխը պատին։
Տիրոջ սուրբը, որ իջնում է քո մեջ, դե դու լացում ես, տեսնում ես, որտեղ դու մեղավոր ես, նա սուրբ է իջե քո կյանքի մեջ։ Շատ անգամ որ ես քարոզի ժամի որ լսում եմ իր ներկայությունը իմ կյանքի մեջ ժողովուրդ ջան, նա սուրբ է։ Նա ուզում է նաև քո մեջ իջնի, թող սուրբ ոգին իջնի քո մեջ, նա ուզում է քեզ գրկի սիրելի քույր եղբայր ջան։ Ինչու ես բռնում չես տողում։ Ինչու թույլ չես տալ որ Աստված քո լրիվ սիրտը գրավի։ Աստված ողորմա ժողովուրդ իրապես հոգու լաց է գալու մեր ներսը, իրապես որ սուրբ ոգին լացում այսօր իմ ու քո համար, նա լացում է։ Նա ասում է ես իմ ժողովրդի կորուստը չեմ ուզում ժողովուրդ ջան։ Մենք չենք հասկանում, Աստված իր ժողովրդի կորուստը չի ուզում։ Բայց ասում է իմ երեխեքս էտում են ուր են էտում։ Նմանվում են աշխարհին։ Էլ մարդը քեզ չի կրա բան ասի։ Ինչ համար որտև այդ հիմքը արդեն դրել ես աշխարհի կյանքի մեջ։ Ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ, ես էլ որ նորահոգի է, ժողովուրդ ջան, եթե մարդը Աստծուն սիրում է, Աստծո վախ ունի, նա ապրում է Աստծո ուզածի պես։ Ես որ նոր ջրովեջ եմ մկրտել 97 թիվն է ժողովուրդ ջան երևի։ Վերջը պապան եկել էր Սպարսիվկա է, վերջը դա պապան իմ մահացած է։ Սպարսիվկա է, ժողովուրդ ջան, Սպարսիկի շլվարոտ պես էտում է պաշտամունքի։ Ես ինչ իմանամ ժողովուրդ ջան։ 1, 2, 3 եղբայրը որ կայնած ենք, ասես Արմեն աղբեջան, գիտես ինչ կա։ Լավ բան չի, Սպարսիկով շլվարով գաս պաշտամունքի։ Շատ անգամ որ քարոզում եմ, ասում եմ ժողովուրդ ջան, իմ տեղն է, ինչ պետք է ասեք դուք։ Եղբայր ջան, հələ մի հատ ցույց տա գրած։ Ժողովուրդ ջան, հավատքի մարդը դա չի ասում։ Դա պարկեշտությունը, ասի եղբայր, ինձ շուտ չես ասում։ Ժողովուրդ ջան, ավելի լավ է շուտ իմանամ, շուտ փոխվեմ։ Որպես իմ պատճառով շատ մարդիկ չգայթակղ դու պատկերից փոստը շատ եթե շատ մարդիկ տնես իա այս Արմենի կարելի է կարելի չէ սիրելի հոգի Արմենի կա բայց քեզ չի կարելի վամսոր Արմենի չափար կետա դժող բա դու ես ու մետա իր հետևից Սիասո ժողովուրդ ջան դերը օրտնի բոլորիդ Ես հիշեք ձեզ համար շատ պետք կա Աստծո խոսքը ձեզ շատ պետք կա նա քեզ կմաքրի նա քո դուրս է պիտի մաքրի Եթե ասում եմ ներսը մաքրեք դուրսը պիտի մաքուր լինի, Ժողովուրդ ջան, ոնց կնի մարդու դուրսը կեղտոտ ու մարդու ներսը մաքուր լինի։ Ուրեմն կա մենք ավետարանի մի հավատանք ես մարդու։ Հիշում մի անգամ մի քույրից մեր եղբայր ջան, լավ տեսես քույրիկը ոնց է քարոզում, այ քույրը ոնց ես լսեմ։ Եթե ավետարանը քույրիկին թույլ չի տալում կամ եղբայր ջան, ոնց ես կամ այ քույրը իրան լսեմ։ Ոնց կարա դու լսես։ Ավետարան բարձ գրված է, որ քույրիկին իր իշխանություն չի տալում խոսելու, Ժողովուրդ ջան, բարձ ավետարանը։ Այսօր սա քույրիկին հանելա բեմ սադանեն։ Լիդերներ ասարկե սա քույրիկներին։ Ժողովուրդ ջան, սա ցավալի բան է։ Եվ եղբայրները նստած շատ անգամ ասում Տեր Աստված նայում ես լիքը ժողովուրդ կան։ Ասում է շատ որ են որ նրում են այդ ճամփով են այդում։ Են կա շատ են դե ժողովուրդ ջան, նայում ես մենք եղբայրները նստած, մեկը չի ասում այ քույրի ջան դու դից իջի գնային վերջը նստի գոնե ապաշխարի փրկվես։ Աստված քեզի բեմ չի անե երբեք։ Ասած մա դու քույրիկ դաժե լուր մնա եկեղեցում։ Ինչու համար, որտեվ Աստված տեսա որ Եվան խապնվավ։ Ժողովուրդ ջան, Աստված քույրիկներ ջան, ձեր փրկությունն ազում, նա ձեր վադը չի ուզում։ Այո, սատանը մարդկան սարկում է լիդերներ, տան գլուխ է սարկում, բայց Աստված այդպես չի անում։ Աստված մա քո տան գլուխը քո ամուսինն է, իսկ անունը գրող Քրիստոսն է, ժողովուրդ ջան։ Ես միջամար Տերես խոսքերը բերում ժողովուրդ ջան, որտեղ Սուրբ Հոգին ինքն է տեսնում։ Սիասո ժողովուրդ ջան։ Ես մեմ 51 Սաղմոսն էլ կարդամ առաջի խոսքի ժողովուրդ ջան 51 առաջի խոսք ասում է աղոթքը ներողության համար հիմա միգուցե քո ներսը գնա ներողություն Աստծուն Եթե դու այդպես չես ապրած առաջ ավելի լավ է հիմա քո ներսը արտասունք թափ ասա Տեր ներ ինձ Ժողովուրդ ջան քո ներսը դու տեսնում ես ես հավատում դու տեսնում ես քո ապրած կյանքը աննարի բանը մարդը չտես իր սխալը Եթե դու ուզում ես ճիշտ ապրես այո O formazione